Երբ 19-րդ դարում վերծանվեցին եգիպտական գրերը եւ հայտնի դարձան եգիպտական փարավոնների քրոնիկոնները, այնտեղից ի հայտ եկավ Քետի պետությունը կամ Խետի պետությունը, որը այդ ժամանակ գիտնականների համար անհայտ էր, սակայն երբ համեմատվեց 5 կտակարանում հիշատակվող քետեր, քետացիներ էթնանվան հետ, գիտնականները փորձեցին մինչ այդ անհայտ ցեղի հետքերը գտնել Պաղեստինում։ Հնագետները առաջի հետքերը գտան Պաղեստինում, սակայն որոշ ժամանակ անց նրանք նկատեցին, որ այդ հետքերը ավելի շատանում են, երբ նրանք շարժում են դեպի հյուսիս, դեպի Սիրիա։ Եվ ի վերջո այդ փնտրտունքները նրանց հասցրին Անատոլիա։ «1906 թվականին գերմանացի հնագետ Գուգո Վինկլերը ի վերջո պեղեց խեթերի մայրաքաղաք Բոğazքյոյի եւ այնտեղից հանեց մոտ 10,000 սեպագիր սալիկներ։ Եվ այդ ժամանակից սկսած խեթագիտությունը մուտք գործեց մի նոր դարաշրջան։ Իսկ 1915 թվականին չեղ գիտնական Գրոզնին գրեց իր առաջի հոդվածը նվիրված խեթերի լեզվի քերականությանը։ Եվ հայտնի դարձավ, որ խեթերը դրանք հնդեվրոպական ազգ են, նրանց լեզուն հնդեվրոպական է։ Բայց նախքան այդ եղած տվյալներով դեռևս 19-րդ դարի վերջին ավստրիացի գիտնական Յենսենը առաջինն էր, որ խեթերի հատ անունը կապեց հայերի հայ ինքնանվան հետ։ Յենսենն ասում էր, որ հատ անունը, անվան տ հնչյունը, վերջին տ հնչյունը, հնչյունափոխության օրենքների համաձայն հայերենում պետք էր տար ուղղակիորեն յ եւ հատը միևնույնն է ինչ որ հայը։ Ժամանակակից պատմահնագիտական տվյալների համաձայն խեթական պետությունը ծագել է 17-րդ դարի սկզբում եւ կործանվել 12-րդ դարի սկզբում այսպես կոչված Բալկաններից ներգաղթած այսպես կոչված ծովի ժողովուրդների կողմից։ Այսինքն գոյատևել է մոտ 500 տարի։ Այդ ժամանակաշրջանի մասին հավաստի նյութերը պարունակում խորենացու հայոց պատմությունը։ Ըստ խորենացու Արամը արշավում է դեպի Եգիպտոս, ոչնչացնելով Շամշիր Ադադի կայսրությունը Ասորեստանում, որը ձգվում էր Զագրոսից մինչև Միջերկրական ծով եւ հասնում Եգիպտոս, այնտեղ հիմնում այսպես ասած հայկական դինաստիան փարավոնների։ Մանեթոնի եգիպտացի պատմաբան Մանեթոնի տվյալների համաձայն այդ արշավանքի կազմակերպիչներ աշխարհին հայտնի դարձան հիքսոսներ, արքա քուրմեր անվանում։ Այժմ տեսնենք, թե ինչ է ասում խորենացին Արամի հետագա գործերի մասին։ Նա պայապ իսկ քաղեղային, այսինքն Շամշի Ադադին ոչնչացնելուց հետո արևմուտքում թողնում է Մշակ անունով մեկին իր տոհմից եւ 10,000 զորք եւ ինքը վերադառնում է իր երկիրը։ Դա գրում է խորենացին։ Մինչ այդ ասվում է, որ Արամը գրավելով Կապադոկիան եւ շրջակա տարածքները, այն տարածքները, որոնք հետագայում պիտի հայտնի դառնային առաջին հայ, երկրորդ հայ, երրորդ եւ չորրորդ հայքերը, վերաբնակեցնում է այնտեղ նոր բնակիչներով, քանի որ այդ տարածքները դատարկ էին, բնիկները լքել էին այդ տարածքը, վերաբնակեցնում է նոր բնակիչներով եւ հրամայում, որպեսզի նրանք սովորեն խոսել հայերեն։ Երբ
նայում ենք խորենացու հաղորդած տվյալներին այդ տարածքների վերաբերյալ եւ համեմատում ենք պատմական տվյալների հետ, ապա տեսնում ենք, որ առաջի հայքը դա համընկնում է Հայասապետության տարածքի հետ կամ նրա մի մասի հետ։ Երկրորդ հայքը դա բուն հեթիտական պետության կենտրոնն է, որ նրանք կոչում էին Վերին երկիր։ Երրորդ հայքը դա Կիցուվատնան է, այդ խեթական արձանագրություններում հիշատակվող, եւ չորրորդ հայքը նույնպես այդ աղբյուրներում հիշատակվող Իշուվա երկիրն է։ Այսպիսով խորենացի հաղորդած տվյալները մեզ ասում են, որ Արամի այդ գործերը տեղի ունեցել պատմական այն տարածքներում, որտեղ Արամի թագավորությունից մոտ 100 տարի հետո պետք է ծնվեր խեթական պետությունը։ Իսկ ով էր Մշակը։ Անշուշտ այս անձնանունը կապ չունի Մշակ հողագործ բառի հետ, որովհետև Մշակ բառը ըստ լեզվաբանների փոխառություն է կովկասյան լեզուներից։ Եվ կարծում ենք, որ այդ Մշակը պետք է առաջնային ձևը պետք է լինի Մուշակ։ Եվ որպես դրա հիմնավորում մեզ հայտնի է օրինակ Մուշ քաղաքը, Մշոտ դաշտը, Մուշնա քաղաքը անձիտ, Մուշարա անձիտ գավառում քաղաք, Մուշնի քաղաք է եւ Մուշանի քաղաքներ են հիշատակվում Վանի թագավորության շրջանում, այսինքն այս տարածաշրջանում պատմական Հայաստանի տարածքում Մուշ արմատական ձևը շատ տարածված է։ Դեռևս երկրորդ հազարամյակի սկզբներից Միջագետքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունների մենք հանդիպում ենք Արամ Մուշնի եւ Արա Մուշնի անվանաձևերի։ Մուշնի էպիթետներ, մականուններ կրում նաեւ հուրիական Հեբա աստվածուհի։ Դյուերո Դանժենը եւ Ափանցյանը այս Մուշ արմատը մեկնաբանում են որպես գեղեցիկ, սքանչելի։ Եվ կարծում ենք, որ հենց այս Մուշ արմատից է կազմված խորենացու հաղորդած Մշակ անձնանունը, որը Արամի տոհմից է։ Խորենացին նաև հաղորդում է, ինչպես հայտնի է նաև Արամի որդուն մասին, Արա գեղեցիկի, եւ մենք տեսնում ենք, որ Արան կրում է գեղեցիկ մականուն։ Եվ երբ որ համեմատում ենք միջագետքյան այդ սեպագիր աղբյուրներից հայտնի Արամ Մուշնի եւ Արա Մուշնի անձնանուններին, մենք այդ Արա Մուշնին թարգմանաբար պետք է նշանակել նույն Արա գեղեցիկ։ Խեթագետները նշում են, որ խեթերի պատմությունը կապված է ծագումը, առաջացումը կապված է այսպես կոչված Անիտասի արձանագրության հետ։ Ըստ հետազոտողների, Անիտասը եղել է այն նույն ժամանակ 18-րդ դարի սկզբներին եւ 19-րդ դարի վերջերին, երբ թագավորում էր ըստ Խորենացու եւ Էշչանչյանի ժամանակագրության հայոց Արամ թագավորը 1827-ից մինչև 1769 թվերը Քրիստոսից առաջ։